Արմ ռադիո լրատվականի ուղիղ եթերում միջազգային լրահոսն է ստուդիայում է Աննա Ավագյան այսօր ծրագրում։ Ռուսաստանը դեմ է քվեարկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևին։ Բելգրադն ու Պրիշտինան պայմանավորվել են համատեղ սահմանապահ վերահսկողության մասին։ Բրազիլիայում ամառվա սկիզբը նշանավորվել է մինուսային ջերմաստիճանով։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Ռուսաստանը դեմ է քվեարկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևին։ Այս կազմակերպության մարդու իրավունքների խորհուրդը փաստաթուղթ է ընդունել, որը քաղաքականացված ու միակողմանի բնույթ է կրում։ Ռուսական իշխանությունները հատուկ շեշտում են, որ սկզբունքորեն դեմ են Սիրիայի ներքին գործերի միջամտելու համար իրավապաշտպանական մեխանիզմների կիրառմանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջում է, որ գերակա խնդիր պետք է լինի երկրում բռնության դադարեցումը եւ իշխանության ու ընդդիմության միջև երկխոսությունը ժողովրդավարական բարեփոխումների հարցերով, Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանմամբ, որպես մերձավոր արևելքի առանցքային երկրներից մեկը։ ՄԱԿ-ի բանաձևին կողմ է քվեարկել խորհրդի 37 անդամ, 4-ը դեմ, այդ թվում Ռուսաստանն ու Չինաստանը։ Բոլոր իրանցի դիվանագետները լքել են Լոնդոնը Մեծ Բրիտանիայի կառավարության պահանջով։ Ուրբաթ օրը սպառվել է այն ժամկետը, որը իրանական դեսպանատան աշխատակիցներին տվել էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը երկիրը լքելու համար։ Այսպիսի որոշում էր կայացվել իրանական ռադիկալ տրամադրված երիտասարդության հարձակումից հետո Թեհրանում բրիտանական դիվանագիտական առաքելության վրա։ Նոյեմբերի 29-ին ցուցարարների ամբոխը, որոնք դեմ էին Մեծ Բրիտանիայի տնտեսական պատժամիջոցներին Իրանի դեմ, գրոհել էր բրիտանական դեսպանատան շենքը։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում նշել են, որ երկիրը չի խզում դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, սակայն դրանք նվազագույնի է բերում։ Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում ընտրազանգվածի ներկայացվածությունը առաջին փուլում կազմել է 62%։ Նման բան երկրի պատմության մեջ դեռ չի եղել։ Այս մասին է հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը։ Երեքշաբթի երեկոյան ավարտվել է ազգային ժողովի ընտրություններում քվեարկության առաջին փուլը, որը նշանակվում էր 2 օր։ Նախնական տվյալներով քվեարկությանը մասնակից 9 նահանգներից 6-ում առաջատարն են իսլամիստները։ Ընտրությունները Եգիպտոսում անցկացվում են Բարդ-եռափուլ սխեմայով։ Աշխարհագրական սկզբունքով ու տևելու են մինչև հունվարի 10-ը։ Բելգրադն ու Պրիշտինան պայմանավորվել են համատեղ սահմանապահ վերահսկողության մասին։ Այսպիսով հաջողվել է լուծել առավել լուրջ խնդիրներից մեկը, որ գոյություն ուներ Սերբիայի ու Կոսովոյի միջև, ընդգծել են Եվրամիությունում, որի միջնորդությամբ էլ անցկացվում էին բանակցությունները։ Լարվածությունը Կոսովոյի հյուսիսում պահպանվում է 2011 թվականի ամռանից։ Շաբաթվա սկզբին իրավիճակը կրկին սրվել է։ Երկուշաբթի տեղացի սերբերի ու միջազգային ուժերի բախումների պատճառով տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Կոսովոյի սերբական բնակչությունը կողմ է բաց սահմանների պահպանմանը, քանի որ համարում է, որ Կոսովոն Սերբիայի մի մաս է։ Էթնիկ ալբանացիները պահանջում են սահմանային մաքսային վերահսկողության սահմանում։ Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ջրավազանի երկրները ստեղծել են նոր տարածաշրջանային միավորում, որը կոչվում է CELAC։ Դա տեղի է ունեցել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տարածաշրջանի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում։ CELAC-ը միավորելու է 33 երկիր, սակայն դրանում չի ընդգրկվելու ԱՄՆ-ն ու Կանադան։ Միությանն անդամակցող պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն գնահատվում է $5 տրիլիոն։ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը ելույթ է ունեցել արարողությանը, ընդգծեց, որ նոր միավորումը պետք է դառնա ամերիկյան պետությունների կազմակերպության հակակշիռ, որը նա հնացած է անվանել։ Նախորդին նա նշում էր, որ վերջինս գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության ներքո եւ շատ հեռու է Լատինական Ամերիկա ինտեգրման գաղափարներից։ Ռուս մասնագետները փորձում են առաջիկա 2 օրերին մանուալ կառավարմամբ ղեկավարել Ֆոբոս Գրունտ կայանը։ Եվրոպական տիեզերական գործակալությունը ուրբաթ օրը հայտարարեց, որ դադարեցնում է դրա հետ կապվելու փորձերը։ Ֆոբոս Գրունտը 15 տարվա ընթացքում առաջին միջմոլորակային ռուսական կայանն է, որը թողարկվել է Բայկոնուրից նոյեմբերի 9-ին։ Սարքը չի կարողացել դուրս գալ դեպի Մարս թռիչքի ուղեծրին։ Երկրից համալիրը կառավարելու փորձերը անարդյունք էին, կապը չի հաջողվել հաստատել։ Եվրոպացի մասնագետների խոսքով այլևս շանսեր չեն մնացել, որ Ֆոբոս Գրունտը ուղևորվի դեպի Մարս։ Այժմ խոսք է գնում նրա մասին, որպեսզի փրկել բուն կայանը։ Բրազիլիայի հարավում անսովոր եղանակային անոմալիա է արձանագրվել։ Սանտա Կատարինա նահանգում օդի ջերմաստիճանը ամառվա սկզբին իջել է մինչև 0։ Այսպիսի ցրտեր են լինում միայն ձմռանը, որը Բրազիլիայում տևում է հունիսից սեպտեմբեր ամիսներին։ Կտրուկ ցրտերը առաջացել են սառը օդային ճակատի անցումից, որով էլ տարածաշրջան է մտել բևեռային օդի մեծ զանգված Անտարկտիդայից։ Օդերևութաբանները նշում են, որ սա ծայրահեղ հազվադեպ երևույթ է։
Ֆուտբոլային վիճակահանության արդյունքները ուրախացրել են ռուս երկրպագուներին ու մարզիկներին։ Ուրբաթ օրը Կիևում կայացել է ֆուտբոլի Եվրո 2012 խմբային փուլի վիճակահանությունը։ Դրա արդյունքներով ռուս ֆուտբոլիստները հայտնվում են A խմբում։ Խաղերը կայանալու են Լեհաստանում։ Բուն առաջնությունը հունիսի 8-ից հուլիսի 1-ը։ Երկրպագուներին խոստանում են այցագրերի տրամադրման պարզեցված կարգ։ Անհրաժեշտ է միայն ցույց տալ խաղի տոմսը։ Այսքան այս ժամի համար միջազգային լուրերից քիչ անց լսեք տեղական լրահոսվորը կներկայացնի Ժիրայր Ոսկանյանը։ Մինչ հանդիպում։